Տեսնես այս թեմայից ինչքան պետք է խոսանք, մինչև տեղ հասնի։ Վրաստանի հայ ա գրում. «Էտո վա ասում, որ վրացին բոլոր հայերին են, ինչ ուզեն ասում են»։ Ես եմ ասում, դու որ մտնում ես ինտերնետ, ուր ես նայում, որ չես տեսնում այդքան բանը։ Օր ու գիշեր ամենտեղ վրացին ինչ ուզում ա ասում ա։ Այս վերջերս Արմանի հարցով ինչ ասես ասեցին, ինչքան կեղտոտ վիդեոներ ասես արեցին, ինչ կեղտոտ բաներ ասես գրեցին, հո չեմ ասում իրական կյանքում են ասում, ինտերնետով եմ ասում։ Տեղեկատվական պատերազմ ա գնում ու երկու երկիր ա մեր դեմ կատարում այդ հարցը։ Ազերիները ու վրացիները, ձեր վրացիները։ Դուք ձեր մեջ հայերով ու վաժատ արեք։ Էդ էլի ձեր աբյուզերին արդարացնելու ձև ա, ձեզ ինչ մենք հայերով ինչ ենք անում մեր մեջ, ով ա ձեզ թողում մեր վրա խոսակ։ Մենք ինչ կանենք, լավ ենք անում։ Չուզողի աչքն էլ 6 անգամ հանում ենք, ձեզ ինչ, իրանց ինչ։ Իրանք դրանշունն են գան մեր վրա հաչան, էդ ա հարցը։ Կամ այդ իրանք ու վաժատ անելով են, հա, իրանց նինոյին պարկացրել ազերի տակ ու արձանը դրել աշխարհով մեկ ցույց տալիս։ Տրապկա են։ Ուրա ատեղ ու վաժենյակ սամիմ սիբե, լրի ոտի տակի տրապկա են։ Ամեն մի իրանց կնիկա 1000 հատ թուրք սիրեկան ա պահում, էդ են, հա, իրանք ու վաժետ անում։ Կասցի են իրանց ասում, բայց իրանց կնանիքին դրել են թուրքերի տակ, էդ ա ու վաժեցը։ Բայց մենք չենք գնում, չէ, իրանց հոլովակներին իրանց կեղտոտ բաներ գրում։ Այդ մենք պետքա մեզ ու վաժատ անենք, հա, որ իրանք չգան ասեն չուրչխելա տոշի Էրմենսկի, աշեթե ռուստավելի տոշի Էրմենին, հա։ Այդ մենք ու վաժած չենք անում, հա, մեզ դրա համար են իրանք տենց ասում։ Ոչ, այդ ասելու համար չափալախ են ստանում։ Հերիքա դուք ամեն ինչը մեր մեջ մանգակ ու մենք պետքա սենց իդեալական լինենք, որ իրանք մեզ բան չասեն։ Այդ իրանք իդեալական են, հա։ Մի հատ տղամարդ չկա, մի հատ տղամարդ լիներ իրանց մեջ, կգնային այդ նինոյի արձանը կջարդեին։ Տրապկեք են, ոտի տակի փալասեն, որ այդ չեն անում։ Ուր անդեղ ու վաժենյը։ Մի հոգի չկա, ամբողջ այդ ազգի մեջ մի հոգի չկա թասիբով գնա այդ արձանը ջարդի։ Մենք բաթույն կտանք, հա, մեր կնոջ արձան դնեն, որը թուրքի հետ ա, սիլիբիլի անում ու անօրինական բաստարդներ ունենում։ Մարդու զզվանք ա գալիս, ինչ հարգանքի մասին ա խոսքը գնում։ Եվ վերջում էլ իհարկե իմ գլխին ա ամեն ինչ ջարդվում։ Եթե քեզ որ ասել են, մի վերաբերի բոլորին, կարող ա ինձ մենակ ինձ են ասել, երբ որ ինձ են ասում, որովհետև ես եմ հոլովականում Մաշտոցի մասին, դու արա, այդ վաղ կգան քեզ կասեն, ինձ են ասում, որովհետև ես եմ դնում Տիգրան Մեծի մասին հոլովակ, դե դու արա, տակ տեղ ես չէ գտել, հանգիստ քո համար ապրում ես, թող մեկը իրա վրա վերցնի։ Ով պետքա խոսա հայերի գենետիկայից, հայերի պատմությունից, դու խոսա, թող կան քեզ ասեն, ես եմ խոսում, ինձ են ասում, բայց հո ինձ էլ են անպատվում, բայց հո մենակ ինձ չեն անպատվում, երբ որ գալիս է հայկական եկեղեցուն վատ բաներ ա գնում, կամ այս 2 օր ա, հլը մի հատ Facebook-ում հոլովակները նայ, քանի հոգի են գրել, որ հայերը սև տրճե մազոտ գեշ ազգ են։ Ես սիրուն, սպիտակ, կանաչ աչքերով, մազոտ չեմ ընդհանրապես, դա ինձ չի վերաբերվում, դա ձեզ ա վերաբերվում։ Ես որ կռվում եմ իրանց հետ, ձեզ եմ պաշտպանում։ Հերիք չի ես եմ ձեզ պաշտպանում։ Հələ դուք ինձ եք, հա, ասում, որ ինձ են ասում, ես ուրեմն, եթե ինձ են ասում, բա իմ ազգի տղամարդը դու չես։ Բա կամնի մեջքիս, եթե քո ազգի կնոջը անպատվում է նրա համար, որ ինքը քեզ պատմում ա խորենացում ասում, բա ով պետք է ինձ պաշտպանի։ Հերիք չի չես պաշտպանում, հետն էլ ասում ես քեզ են ասում, դու ազգին մի ասա, ոնց որ խորենացուն ա ձեռառնում, որ դրոյի գերեզմանն ա ձեռառնում, այդ ինձ ա վերաբերվում մենակ, թե քեզ էլ, թե դու տակ տեղ ես գտնվում, քո համար տակ տեղ ես գտել, ոչինչ, Էռնային են ասում, Էռնայի մոտ են ասում, թող Էռնան էլ տակից դուրս գա, Էռնան տակից դուրս կգա,
հեռնատակը չի էլ մնացել, որ դուրս գա, դուք եք մնացել, ես ձեզ եմ հանում տակից, ես եմ խայտառակվում, որ իմ ազգի տղամարդիկ տակն են մնացել, հասկացար,